Երբևէ մտածել եք ինչպես է մարդը դառնում անմահ, դե պարսկական մշակույթը մեզ ցույց է տալիս երկու իրարից տարբեր ճանապարհներ։ Այսօր մենք հենց այդ երկու ուղիներն էլ կբացահայտենք, մեկը բանաստեղծի, մյուսը գիտնականի։ Դե ինչ, եկեք սկսենք։ Այո, հենց այս հարցն էլ մեր այսօրվա պատմության առանցքում է։ Մենք նայելու ենք երկու հսկաների կյանքին ու կտեսնենք, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպես է պատասխանել այս հարցին, իր բացառիկ, իր անկրկնելի ճանապարհով։ Ուրեմն տեսեք։ Մի կողմում ունենք Շահրյարին։ Նրա պոեզիան ծնվել է կորցրած սիրուց, կսկիծից։ Իսկ մյուս կողմում Շեյխ Բահային է, մի հանճար, որի միտքը կառուցել է, բառացիորեն կառուցել է քաղաքակրթության հիմնասյուները։ Երկու տարբեր ճանապարհ, երկու տարբեր անմահություն։ Դե ինչ, եկեք արագ նայենք, թե ինչի մասին ենք խոսելու։ Սկզբում կքննարկենք ժառանգության այս երկու ուղիները, հետո կծանոթանանք բանաստեղծին ու իր մուսային, ապա գիտնականին ու շահին։ Կտեսնենք նրանց հանճարեղ ստեղծագործությունները ու վերջում կանփոթենք խոսելով այն մնայուն ժառանգության մասին, որ նրանք թողել են։ Դե ինչ, գնացինք։ Սկսում ենք բանաստեղծից։ Նրա իսկական անունն էր Մուհամմադ Հոսեյն Բեհժաթ Թաբրիզի, բայց գիտեք, ողջ աշխարհը նրան ճանաչեց մի անունով Շահրյար։ Պատկերացնում եք, Շահրյարը բժիշկ էր դառնալու, արդեն ուսման վերջին տարում էր։ Ամեն ինչ կարծես թե պարզ էր, իր ապագան գծված էր, բայց մի ճակատագրական սեր ամեն ինչ շուռ տվեց։ Երբ նրա սիրելի Սորայային ստիպեցին ամուսնանալ ուրիշի հետ, նա ուղղակի թողեց բժշկությունը։ Հենց այդ կոտրված սիրտն էլ նրան տարավ դեպի պոեզիայի աշխարհ։ Ու գիտեք ինչ, այդ թվացյալ պարտությունը դարձավ նրա կյանքի ամենամեծ հաղթանակը։ Տարիներ, շատ տարիներ անց ճակատագիրը նրանց նորից հանդիպեցրեց։ Պատկերացրեք տեսարանը։ Հիվանդանոց է, Շահրյարը հիվանդ պարկած է ու Սորայան մտնում է ներս նրան տեսնելու։ Հենց այդ հանդիպումից էլ ծնվեցին այս անմահ տողերը։ Եկել ես հոգիս քեզ Ղուրբան, սակայն ինչու հիմա։ Մի ամբողջ կյանքի կարոտ, ցավ, սեր, այս ամենը խտացված է այս մեկ միակ հարցի մեջ։ Իսկապես, մեկ պահը կարող է դառնալ հավերժական պոեզիա։ Լավ, հիմա եկեք մի պահ թողնենք կոտրված սրտերի աշխարհը ու միանգամից թռիչք կատարենք դեպի միանգամայն այլ ժամանակ ու այլ միջավայր։ Գնում ենք 16-րդ դարի Սեֆյան Պարսկաստան, ծանոթանալու մեր երկրորդ հսկայի Շեյխ Բահայի հետ։ Ու պետք է հասկանալ, որ սա ուղղակի մի պաշտոնի անուն չէր։ Շեյխ ալ-Իսլամ լինելը նշանակում էր լինել ամբողջ կայսրության, պատկերացրեք հոգևոր ու իրավական առաջնորդը։ Խոսքը Շահ Աբբասի ժամանակների մասին է, ու Շեյխ Բահային ուներ ուղղակի աննկարագրելի իշխանություն ու պատասխանատվություն։ Ու ամենակարևորը նա իր ողջ գիտելիքը դնում էր մի գործի մեջ՝ կայսրությունը շենացնելու։ Ու նրա հանճարը, գիտեք, միայն գրքերի մեջ չէր, միայն տեսական չէր, նա ֆիլիսոփա էր, այո, բայց միևնույն ժամանակ ճարտարագետ, աստղագետ էր, բայց նաև ճարտարապետ։ Հենց նրա միտքն է ձևավորել այս սպահանը, որը մենք գիտենք։ Սկսած իմամի հրապարակի մզկիթի նախագծումից վերջացրած գետի ջրերը բաժանելու հանճարեղ ուղակի հանճարեղ պլանով։ Նա լուծում էր իրական խնդիրներ, որոնք փոխում էին հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։ Դե լավ, այսպիսով։ Ինչ են թողել մեզ այս երկու հսկաները։ Եկեք ուղակի իրար կողմ դնենք ու համեմատենք այն գլուխգործոցները, որոնք նրանց անունները դարձրին անմահ։ Ու այս պատմությունը, գիտեք, ամեն ինչ ասում է Շահրյարի մասին։ Նրա ամենահայտնի, ամենամեծ գործը ծնվեց ոչ թե մեծ փառքի մասին երազանքներից, այլ շատ պարզ մի բանից՝ մոր հանդեպ ունեցած սիրուց ու իր արմատներին կապվածությունից։ Հենց այսքան անկեղծ ու խորը։ Ու պատկերացրեք, այս պոեմը, որը գրվել էր, որ ընդամենը մեկ մարդ իր մայրը կարդա ու հասկանա, դարձավ համաշխարհային։ Ուղղակի լսեք այս թիվը, այն թարգմանվել է ավելի քան 80 լեզուներով։ 80։ Սրտից եկած խոսքերը փաստորեն սահմաններ չեն ճանաչում։ Բայց կա նաև ժառանգության մեկ այլ մասշտաբ, միանգամայն այլ։ Եվ դա Շեյխ Բահայի մտքի ժառանգությունն է։ Խոսքը ավելի քան 95 գրքի ու տրակտատի մասին է։ 95։ Իսկ թեմաները՝ մաթեմատիկա, աստղագիտություն, փիլիսոփայություն, անգամ պոեզիա։ Սա արդեն մեկ զգացմունքի պատմություն չէ, սա մի ամբողջ կյանքի ինտելեկտուալ հզորության վկայությունն է։ Դե ինչ, հասանք ամփոփմանը։ Ուրեմն, ինչպես են այս երկու առաջին հայացքից լրիվ հակադիր թվացող ճանապարհները ի վերջով միավորվում ու դառնում միասնական մշակութային ժառանգության մաս։ Եկեք արագ ամփոփենք, որպեսզի պատկերն ամբողջական լինի։ Մի կողմում ունենք Շահրյարին, նրա շարժիչ ուժը սերն էր, կորուստը, զգացմունքը։ Նրա ժառանգությունը մենք զգում ենք մեր սրտով։ Մյուս կողմում Շեյխ Բահային է, տրամաբանություն, գիտություն, պարտքի զգացում։ Նրա ժառանգության վրա մենք կառուցում ենք մեր աշխարհը։ Մեկը զգալու համար է, մյուսը կառուցելու։
ու երկուսն էլ իհարկե անգնահատելի են։ Ու սա երևի թե ամենակարևոր եզրակացությունն է։ Մեկը իր տողերով դիպավ միլիոնավոր մարդկանց սրտերին, մյուսը իր մտքով ու ձեռքերով կերտեց մի ամբողջ քաղաքակրթություն։ Նրանց ներդրումները տարբեր են, բայց հավասարապես խոր է, հավասարապես կարևոր։ Նրանք մեզ ցույց տվեցին, որ անմահությունը, գիտեք, մեկ դեմք չունի։ Ու այսպես մենք վերադառնում ենք մեր ամենասկզբի հարցին, բայց այս անգամ այն ուղղում ենք ձեզ։ Ի վերջո, ո՞րն է ավելի խորը հետ թողնում պատմության մեջ։ Արվեստը, որը հուզում է մեր հոգին, թե գիտությունը, որը կառուցում է մեր աշխարհը։ Գուցե միանշանակ պատասխան պարզապես գոյություն չունի։ Այս հարցի շուրջ մտածելու առիթով էլ ավարտենք։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։